Մենք ժպտում ենք, որովհետև սոված ենք։ Եվ որովհետև հույս կա, որ էլ սոված չենք լինելու։ Մեր հույսը տաղավարում է։ Բարի լույս Էլիանուշ։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս։ Ինչպես ես։ Հիասքանչ։ Հիանալի է։ Բարի օր սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր քաղցած չենք թողնի իհարկե ձեզ եւ պատրաստելու ենք շատ համեղ պաստա։ Պեստոյով։ Հասկացա ինչու է առավոտյան ուզում պաստա ուտել։ Եվ լոլիկ, բեկոն, սկսենք պատրաստել։ Այո, եթե կա պեստո եւ լոլիկ, խոսքերն ավելորդ են։ Այո։ Հիմա պետք է տապակենք բեկոնը։ Մինչև կտապակվի, մենք կկտրենք լոլիկը։ Իտալական մթնոլորտ է այսօր տիրում այստեղ։ Այո։ Անուշի օգնությամբ հաղորդման առաջին հատվածում Փարիզում էինք, ֆրանսիական կրուասաններից էինք խոսում, իսկ հիմա ժամանակն է եվրոպական մեկ այլ ուղղություն ընտրել, տեղափոխվելով Իտալիա եւ համտեսելով անմահական պաստաներ։ Շատ է սիրում պաստաներ, ման։ Ես օրեր առաջ բացահայտեցի, որ ես կարող եմ անդադար ուտել պաստա։ Իսկապես։ Իհարկե տարբեր։ Չնայած իմ ամենասիրելին կարբոնարան է։ Կարբոնարան։ Կարբոնարան։ Նույն պատասխանն եմ ակնկալում։ Ես էլ եմ սիրում կարբոնարան։ Բայց պեստոն ավելի ինձ թվում է։ Պեստոն առաջի հորիզոնականով է գնում։ Ես քեզ կասեմ մի վայր Երևանում, որտեղ դու կվայել ես անմահական պաստա պեստո։ Լուրջ։ Հա։ Ես սպասելու եմ։ Ձեզ չեմ ասի հիմա, որ գովաստ չլինի։ Այո։ Մենք պետք է այսպես իրարից առանձնացնենք բուրատա պանիրը եւ խառնելու ենք պեստոն բուրատա պանիրին։ Ես պատկերացնում եի, ավելի ճիշտ մտածում եմ, որ բուրատա պանիրը վերջում ենք մենք դնելու եւ այսպես Այո, դանակով Բաց կիսում ենք ենք եւ սիրուն։ թանձրուկ ենք ընդհանուր ստանալու հիմա։ Անուշ որտեղից բաղադրատոմսը։ Ճիշտն ասած, տեսել եմ սոցհարթակներում, հավանեցի, պատրաստեցի, երեխաներս նույնպես հավանեցին եւ հասկացա, որ պետք է պատրաստել նաեւ այստեղ։ Պեստոն խառնենք։ Իսկ դուք կծու պեստո կերել եք։ Այո, Ասեք, որ համով է։ շատ։ Իսկ դու փորձել ես այն տարբերակը, որ առաջարկել են Առավոտ լույսոյի տաղավարում պատրաստել սպանախով պեստոյի նման, ոչ իհարկե պեստո, թանձրուկ։ Այստեղ չեմ տեսել, ուրիշ հոլովակում եմ տեսել, սպանախով, Այո։ բայց ես չեմ պատկերացնում մի փոքր այդ համը։ Դա շատ համեղ էր։ Համեղ է։ Կարելի է փորձել է։ Կպատրաստեմ ես տանը, ոչինչ։ Առավոտյան մեր խոհանոցային հատվածը միշտ բացահայտումներով լի է եւ ամեն անգամ մի նոր բաղադրատոմս իմանալով ստացվում է այնպես, որ այդ թանձրուկները կարելի է կիրառել արդեն ձեր սիրելի ուտեստների հետ։ Մենք այդ օրը պատրաստեցինք, եթե չեմ սխալվում, արիշտա, չէ, Անուշ։ Այդ թանձրուկով արիշտա պատրաստեցինք։ Ահմուկ է։ Այդ թանձրուկով արիշտա պատրաստեցինք, չէ։ Այո, այո։ Բայց իհարկե կարծում եմ դա կարելի է սովորական պաստայի հետ եւս փորձել։ Դե իհարկե, իրականում սա էլ կարելի է ուղղակի արիշտայով փորձել։ Եվ հիմա լավ է, որ արիշտան շատ են օգտագործում։ Եվ հենց նույնիսկ իտալական թանձրուկով կարող ենք ուղղակի պատրաստել արիշտան։ Հիմա շատ են այդպես պատրաստում։ Սա խառնեցինք, կտրենք լոլիկը եւ նույն թավայի վրա մենք կտապակենք։ Իրականում, եթե մոտ 7-8 րոպե պատրաստվում է մակարոնը, մեզ մնում է եւս մի 10 րոպե, որպեսզի պատրաստենք ամբողջ ընթրիքը։ Բայց կարելի է զուգահեռ, չէ։ Իհարկե, Այն պահին, այո։ երբ լցնում ենք մակարոնը եռման ջրի մեջ, որպեսզի սկսի եփվել, այդ ընթացքը օգտագործել թանձրուկը ձեր նախընտրած, այս անգամ Անուշի յուրահատուկ թանձրուկը պատրաստելու համար եւ ընթացքում կլինի, որ 15 րոպեում մենք ունենք յուրահատուկ բաղադրատոմս, որով կներկայանանք հատկապես ընթրիքի։ Ես արդեն օրվա ավարտն եմ պատկերացնում, կներեք։ Իրականում միշտ աշխատանքից հետո, երբ որ գնում ես տուն եւ ունես ընդամենը կես ժամ, սկսում ես միշտ արագ բաղադրատոմսերը պահպանել
հիշել, պատրաստել։ որպեսի գնաս եւ արագ պատրաստես։ Այո։ Դրա համար մենք հաճախ հենց այսպիսի արագ պատրաստվող բաղադրատոմսեր ենք ներկայացնում, որ մեր հեռուստադիտողներին էլ հեշտ լինի։ Իսկ եթե այստեղ բաց են թողնում, հետո կարող են դիտել մեր Առավոտ լույսով Facebook-յան եւ Instagram-յան էջերում։ Այո։ Եվ նաեւ YouTube-յան։ Լոլիկը նույնպես տապակելու ենք անում։ Այո, այո։ Հիմա արդեն բեկոնը տապակվեց, վերցնենք։ Եվ մի փոքր պետք է սխտոր ճզմենք, իհարկե առանց սխտոր համը այն չի լինի, բայց ես շատ քիչ կվերցնեմ։ Մի փոքր կարակ ավելացնենք։ Եվ մի քիչ էլ ավելացնենք, թող առողջ լինի։ Եվ սխտոր կավելացնենք ու կտապակենք։ Հիմա եւս կաղմկենք։ Բայց այս բույրն ինչ ասես արժե։ Տշտժած մեր լոլիկները։ Այ ես հիշեցի մեր Առավոտ լույսոյի խոհանոցում կրկին պատրաստված մի այլ բաղադրատոմս, որտեղ մենք պարզապես ծխով մի րոպե հիմա կհիշեմ, կրակ էինք անում թավայի մեջ, ապա ծուխն էր մնում։ Կհիշես, այո, մենք միասին ենք եղել։ Բոց եղավ։ Այո, փոքրիկ հրդեհ եղավ։ Մեծ հյուր էր եկել Արտուրը, եթե չեմ սխալվում, խոհարար։ Ահա, մեր շատ սիրելի։ Այո, այո։ Ուզում եմ հիշել, որովհետև մենք հաճախ Նա մենակ է եղել այդ օրը խոհանոցում։ Եվ քո խոհանոցում կրակներ արեց անուշ։ Այնպես որ իմացա։ Երբ այստեղ չես, այստեղ կրակներ են։ Իրականում շատ են եղել նման դեպքերը, երբ սպիրտային որևէ երևի թե կամ կոնյակ կամ գինի էր ավելացրել։ Ես նույնիսկ մի անգամ տանը այդպես արեցի եւ սկսեցի այսպես։ Եղավ նորմալ, բայց ձայնային ազդանշաններ հնչել, որ վտանգավոր է։ Այո, իհարկե, միշտ այդպես է։ Ահա։ Եվ այդ ծխեցված համը շատ յուրահատուկ կերպով փոխանցվել էր լոլիկին ու կրեմային թանձրուկի վրա մենք ավելացրել էինք լոլիկը եւ շատ համեղ էր ստացվել։ Դե իհարկե։ Եվ մեր խոհարարների կողմից պատրաստող յուրաքանչյուր ուտես շատ բացառիկ է եւ համեղ է։ Հիմա կտրտենք մանր կտորների վերածենք, որպեսզի հետո ավելացնենք։ Իսկ մակարոնը նախապես արդեն եփված էր, թե պետք է եփի։ Այո, խաշել եմ ուղղակի, շատ քիչ աղով։ Չէ, ես ուղղակի անհամբեր եմ սովածացել եմ արդեն բույրերի տեղից, դրա համար ուզում եմ իմանալ, երբ պատրաստ կլինի։ Գուցե այսպես առաջին հայացքից որևէ անսովոր բան չկա, բայց ամեն դեպքում մեկ պանիր էլ որ փոխվում է, արդեն այն համ է ստանում։ Այո։ Դրա համար կարծում եմ մեր հեռուստադիտողները կփորձեն նաև այս տարբերակով։ Իսկ դուք փորձել եք պաստա, որը պատրաստված է կիտրոնով եւ կիտրոնահյութով։ Ինչով? Կիտրոնով, կիտրոնով։ Կիտրոնով հենց։ Այո, Ուղղակի կիտրոն։ Այո։ Ոչ, ես չեմ փորձել։ Միայն մակարոն եւ կիտրոն։ Կիտրոնով եւ այլ համեմունքներով պատրաստված պաստա, այո։ Հետաքրքիր։ Մի օր տաղավարում կպատրաստենք։ Շատ համեղ է ստացվում։ Ավելի թթու, յուրահատուկ, այո։ Ասում եմ, ես ամեն օր կարող եմ պաստա ուտել, դրանք այնքան տարբեր են համային առումով։ Դե ինչ հիմա։ Հիշեցի իմ սիրած պաստան։ Ապա։ Բոլոնեզ։ Օ։ Հո։ Հաշվի առնելով, որ մի կան նաև շատ մսակեր է։ Այո։ Ինչը գնահատելի է իհարկե։ Բոլոնեզը մեր տան ամենասիրելի ուտեսն է։ Դե շատ համեղ է, ինչ անենք։ Ավելացնում ենք պանիրը եւ պեստոն արդեն խառնած վիճակում։
Եվ կավելացնենք պաստան։ Իհարկե նաև մեզ պետք է աղ ու պղպեղ անել։ Փոքր սև պղպեղ կավելացնենք։ Եվ աղ։ Խառնենք, մի փոքր հալվում է եւ ավելացնում ենք մակարոնը։ Թվում է թե հասարակ բաղադրիչներ են, բայց ամեն մեկը յուրովի համ է փոխանցում այս ուտեստին։ Ու դուք- Նորիկը, պաստան, բեկոնը, պեստո։ Բույրը զգում եք արդեն։ Թանձրուկ ավելացնելուց հետո անմիջապես բույրը Այո։ ոչ միայն զգում ենք, այլ նաև փոխվեց ու հիմա մենք Այո։ փորձում ենք մնալ այս բազմոցին նստած ամեն Եվ մենք դեպքում, գամվել ենք այստեղ եւ որպեսզի կարողանում չգանք գալ եւ այդտեղ։ չխանգարենք քեզ։ Կարող ենք արդեն խառնել նաև մակարոնը, պաստան եւ վերջ։ Անիշ, իսկ մակարոնը պատրաստելու ինչ որ գաղտնիք ունես, որ ավելի լավ է ստացվում։ Անկեղծ ոչ, ուղղակի պետք է պարտադիր նայել յուրաքանչյուր տուփի վրա։ Մենք մի քիչ հայերս գուցե երբեմն անտեսում ենք եւ բոլորը մեկ ձևով անում ենք կամ ուղղակի անցնում ենք գործով, հետո ասում ենք Ասում րոպեն են թող չենք թող 5 նայում րոպե էլ եփվի, ոչ։ Այո, նայում ենք, ասում ենք աչքա չափով, հա, այսպես ուղղակի նայելով ասում ենք լավ, ոնց կարծես թե ստացվել է եւ այլն, բայց ինձ թվում է միայն դա պետք է ուշադրություն դարձնել եւ վերջ։ Մնացածը արդեն կստացվի։ Պարմեզան պանիրը չէր խանգարի, որպեսզի մենք Սեղանին է նա։ Իսկ դու ես չէի մտածում էի տեսել, հիմա դու կատակում։ Չէ, ես չէի տեսել։ Մենք մի Ահա, փոքր Հատուկ քեզ համար այս Այո։ կադրը։ Ես էլ մտածում եմ պարմեզան պանել լինի, որպեսզի մենք կերենք պաստայի վրա։ մի փոքր էլ աղ ենք ավելացնում։ Ես շատ պեստո թանձրուկը շատ չավելացրեցի։ Ափսոս։ Գուցե դա արդեն մի փոքր Պահել է կա այստեղ առանձին դուք կապսեի համար հատուկ։ Լուրջ մնացել է պեստո։ Այո, կա, որովհետև Շատ լավ, ես ամեն երջանիկ մարդ եմ։ չի սիրում շատ խիտ է համերը, դրա համար մի քիչ մենք շատ չավելացրեցինք։ Բեկոնն է խառնում ենք եւ վերջ։ Կարող ենք արդեն մատուցել։ Եվ մինչև ես կավելացնեմ, մեզ կմնա քերել պարմեզան պանիրը։ Ես ասացի մոռանում եք արդեն։ Ինչպես կարող ենք մոռանալ։ Այսքան խոսացինք պարմեզանի մասին։ Օ, Այսպես վերը։ եւս մեկ կադր։ Ընտիր։ Ուզում ես պանիրը ծորա, այսպես տեսնես։ Սա է պետք։ Դե բուրատա պանիրն է, որ այսպես Ախր համեղ ուտելը երջանկացնում է մարդուն։ Այո։ իհարկե միանշանակ։ Եվ վերջում Վերջում պետք է Մանր լսենք մի կողմով։ իտալական երաժշտություն այստեղ։ Կամ Պակասում էր։ խորհուրդ տալ հերոստադիտողներին այս օրերին հանգստյան օրերի մասին է խոսքը, կամ ինչու՞ չէ այսօր երեկոյան պատրաստել այս բաղադրատոմսը եւ դիտել հայտնի ֆիլմը ուտել, աղոթել, սիրել։ Եվ ճամփորդել այդ համերի եւ պատմությունների մեջ։ այսքանը հեշտ, արագ Անուշ, եւ շատ համեղ։ ես խոնարհվում եմ ուղղակի։ Շնորհակալություն։ Անուշ լինի։ Շնորհակալ ենք Անուշ։ Վստահ եմ հեռուստադիտողները անպայման կօգտագործեն այս բաղադրատոմսը։ Հələ ուրա չօգտագործել։ Որովհետև շատ համեղ է Սա սարքել։ նախազգուշացում է։ Շատ համեղ է Տեսնենք։ պատրաստել։ Շնորհակալ ենք եւս մեկ Շնորհակալ անգամ, ենք շատ։ վստահ ենք, որ մեր հեռուստադիտողները եւս կփորձեն տանը պատրաստել, իսկ մենք ունենք հնարավորություն հենց հիմա փորձելու։ Շարժվենք առաջ ու մենք վայելենք մեր Գնացինք։ պաստան։